Ապրիլի 5-ին մեռելոց են ընջեցյալներին այցելելու օրը, որը հաջորդում է տաղավար տոնին, Սուրբ Զատկին։ Կիրակի Մայրտաճարում Սուրբ Հարության տոնի Սուրբ Պատարագի ընթացքում իր հայրապետական պատգամում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կոչ է արել նախընտրել հաշտությունը խառնակցության փոխարեն։ Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում եւ կերտել մեր ժողովրդի հարատեվության անխորտակելի հեռանկարները։ Հայրապետական մեր պատգամն է, նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակցության, ազնվությունն ու ուղղամտությունն ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունն ընդդեմ անպատվության ու նենգադավության, ասել է հայոց վեհափառ հայրապետը։ Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց Տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգի զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախայության իրավունքների ոտնահարումով։ Պատանդարված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ունտրովի արդարադատություն և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նշանակում է մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա, ընդգծել է նա ռուսական առաջին ալիքի եթերում։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն Եվրամիությանը մերձենալու վերաբերյալ պաշտոնական Երևանի ընդունած որոշման հնարավոր հետևանքները։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հիվանդագին է արձագանքել Կրեմլում Պուտին-Փաշինյան հանդիպան ընթացքում եւ դրանից հետո Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումներին, քանի որ այդ խնդիրը վերաբերում է իբր բացառապես Ադրբեջանի ներքին գործերին։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմին կառավարությանը եւ արտգործնախարարությանը հղած ուղերձներում նշվում է Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական սպեկուլյացիաներում օգտագործելու անթույլատրելիության մասին։ Կեղծելով իրողությունները Բաքուն կրկին հայտարարել է, որ Ղարաբաղյան տարածաշրջանը Ադրբեջանի անբաժանելի մասն է, հիմնված պատմության, միջազգային իրավունքի եւ արդարության վրա։ Ադրբեջանին զայրացրել է նաեւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունը, թե Ռուսաստանն առնչություն չունի Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հետ։ Դա արել են Հայաստանի իշխանությունները։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարել է, որ համապետական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի համախմբում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի շուրջ։ Մեկ օրում Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին սատարելու հայտարարությամբ են հանդես եկել 4 քաղաքական ուժեր, այդ թվում Հրանտ Բագրատյանի գլխավորած Ազատություն եւ Ռաֆի Հովհաննիսյանի առաջնորդած Ժառանգություն կուսակցությունները։ Ցանկալի փոփոխությունների հասնելու համար երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ ու քաղաքական նոր ուժեր, որոնք զերծ կմնան վերոնշյալ սխալներից ու գայթակղություններից։ Մեր դիտարկմամբ այդպիսի ուժ է իրենից ներկայացնում Ուժեղ Հայաստան կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Հորդորում ենք կայունություն կուսակցության անդամներին ու համակիրներին, կատարելով քաղաքացիական պարտքը, ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ քվեարկել Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրացուցակի օգտին։ 91 տարեկանում մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական եւ քաղաքական գործիչ, սպորտային բժիշկ, լրագրող եւ ճանապարհորդ Զորի Բալայանը։ Նա Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Հայ դատի եւ Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 60-ից 70-ականներին։ Եղել է 1988 թվականին ծավալված Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։
Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 4-րդ փուլի մրցաշարում կրկին փայլուն ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը, որը հաղթել է նժույգ թափեր վարժությունում։ Արտուր Ավետիսյանը օղակների վարժությունում գրավել է 2-րդ տեղը։ Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլերից Հայաստանի հավաքականը մասնակցել էր միայն մեկին՝ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առաջին փուլին։ Երկրորդ փուլն ազգային թիմը բաց է թողել, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։ Թուրքիայում տեղի ունեցած 3-րդ փուլին թիմը եւս չի մասնակցել, քանի որ չէր կարողանում Դոհայից վերադառնալ հայրենիք մերձավոր արևելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։